Բարև ձեզ։ Արար յութուբյան ալիքի եթերում հայրենիք գիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյանն ինչ անդրադարձ ունենալը շաբաթվա իրադարձություններին, կուզենամ մեզ համար կարևորագույն ու ցավալի մի էջը, որը երբեք չի փակվի, դա հայոց ցեղասպանության օրն է։ Ինչ է այն ձեզ համար, ինչ խորհուրդ ունի։ Եվ այսօր ինչպիսի մոտեցում ցուցաբերեցին մեր ներկայիս իշխանավորները։ Այո, գիտեք, որ ապրիլի 24-ը համայն հայության համար ողբերգական օր է եւ մենք ամեն տարի հիշում ենք եւ դատապարտում ենք մարդկության հանդեպ գործած մեծագույն մեղքերից մեկը, թերևս ամենամեծ եւ ամենաառաջի ողբերգությունը, ցեղասպանությունը եւ մշտապես քանի հայ ժողովուրդը գոյություն ունի, այս երկրագնդի վրա միշտ հիշելու է եւ պահանջելու է։ Դրանով ցույց է տալիս, որ ազգը երբեք չի մոռանում, որ անպայման պետք է դատապարտվի, չնայած նրան, որ աշխարհի առաջադեմ երկրների մեծ մասը դատապարտվել է եւ պահանջել է, որպեսզի արդարությունը վերականգնվի, բայց ամեն դեպքում դեռ շատ երկրներ կան, որոնք պետք է ճանաչեն։ Գիտեք, սա միայն հայ ժողովրդի նկատմամբ չի, հայ ազգի նկատմամբ չի։ Ճիշտ է, առաջինը մենք ենք այդ ամիջական, այսպես ասենք, ցեղասպանված ազգը, բայց սա մեծ դժբախտություն է աշխարհի բոլոր մարդկանց համար եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի նման բան ընդհանրապես չկրկնվի եւ որևէ այլ ազգ եւս չդատապարտվի ցեղասպանության։ Գիտեք, որ ցեղասպանությունը կոնկրետ նշված է, թե ՄԱԿ-ի կանոնակարգում ձևակերպում կա, որ ինչ է նշանակում ցեղասպանություն եւ նույնիսկ այն փաստը, որ ստիպում են մարդկանց իրենց բնակավայրից հեռանալու, ստիպողաբար մարդկանց հեռացնում են իրենց բնակավայրերից, դա արդեն ցեղասպանություն է, ուր մնաց երբ որ կոտորում են, մորթում են մի ամբողջ ազգի եւ տեղը հանում են իրենց տներից, ցեղասպանում են եւ այլն։ Մենք ցավոք սրտի այս ժամանակահատվածում երկու ցեղասպանություն ունեցանք, ոչ միայն 15 թվականին, այլ նաեւ ընդամենը վերջերս Արցախում ցեղասպանություն տեղի ունեցավ եւ բռնապետ Ալիևի կողմից իրականացվեց այդ ցեղասպանությունը, տեղահանվեց հասարակությունը, մեր ազգը, հայ ժողովուրդը։ Շատերը եվրոպական երկրներ դրանք կոչում են էթնիկ զտումներ, որը նույնպես ցեղասպանության մի տեսակ է, այսպես են ասում, որ էթնիկ զտումներ ցեղասպանության տեսքով, բայց այնտեղ ոչ մի այլ ազգ չկար, որ էթնիկ զտեին հայերին հանեին, ցեղասպանեին, ուղղակի հայերն էին ապրում, հայկական բնակավայր, հայկական պետություն էր եւ Ադրբեջանը հարձակվեց ցեղասպանության ենթարկելով, գրավեց, ճիշտ է ժամանակավոր, բայց ամեն դեպքում գրավեց Արցախը։ Հետևաբար մենք դա դատապարտում ենք եւ մեր քաղաքական ուժը մշտապես դատապարտողների կողքին է եղել, դատապարտել ենք ցեղասպանությունը եւ պահանջատեր ենք եւ մենք կարծում ենք, որ բոլոր այն ուժերը, ովքեր հետևում են հայ դատին եւ հետեւողականորեն գնում են, որպեսզի ինչ որ մի ժամանակ դա դատապարտվի եւ հենց Թուրքիան ինքը դատապարտի եւ բնականաբար դրան կհետեւի նաեւ փոխհատուցումը, որին արժանի է մեր ազգը։ Տեսեք, դուք շատ ճիշտ նշեցիք ձեր խոսքի մեջ, երբ նշում եք, որ սա ինքնանպատակ չէ այս պահանջը, սա աշխարհին ուղղված նաեւ խոսք է, որպեսզի աշխարհում այլևս չլինեն ցեղասպանություններ։
որովհետև երբ երկիրը, որը ցեղասպանություն է գործել եւ չի ճանաչում իր մեղքը, դա արդեն թույլ է տալիս հետագայում նրան կրկնել։ Այո։ Հիմա ուզում եմ հարց ուղղել ձեզ, արդյոք մեր պետականությունը այսօր քայլեր ձեռնարկում է այս գործընթացին։ Իհարկե ոչ։ Այսօրվա իշխանությունը, որը գտնվում է իշխանության ղեկին, ընդհանրապես ցեղասպանությունը հանել են իրենց խոսույթից, բացարձակապես դրա մասին չեն խոսում, էլ չեմ ասում, որ ցեղասպանությունը ընդհանրապես մեր միջազգային արտաքին հարաբերությունների գործընթացից հանված է, եւ եթե հիշում եք, արտգործնախարարը, կարծեմ առաջի արտգործնախարարն էր այս իշխանության օրոք, որը ցեղասպանության մասին խոսելու համար ազատվեց աշխատանքից։ Նրա հաջորդը, որը եկավ, էլի պրոֆեսիոնալ դիվանագետ էր, որը էլի ցեղասպանության մասին խոսել էր, դրա համար հանեցին աշխատանքից։ Ինչ են վախենում խոսել։ Ես չգիտեմ իրանք ինչ նպատակներ են հետապնդում, ամեն դեպքում իրենց բացատրությունը հետևյալն է, որ իբր դա 100 տարի առաջ է եղել բան եւ այլ, այդ զոհի կարգավիճակից պետքա դուրս գալ, որպեսզի ապրենք եւ այլը։ Դե այդ տրամաբանությամբ նաեւ Արցախը տվեցին եւ Արցախ բառը չեն օգտագործում, այդ տրամաբանությամբ իրանք ցեղասպանության դատապարտումը չեն դարձնում գործելակերպ եւ արտաքին քաղաքական օրակարգ չեն բերում։ Իդեպ ասեմ, սա սկսել է դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, երբ որ իրենք կարծում էին, որ ցեղասպանության մասին չխոսելով, պահանջատեր չլինելով, չդատապարտելով, ավելի լավ հարաբերություններ կունենանք թուրքերի հետ, բայց իրանք հետո համոզվեցին, որ դա այդպես չի։ Իհարկե երկրորդ նախագահի օրոք դա ուղղվեց այդ սխալը եւ ցեղասպանության ճանաչումը դրվեց արտաքին քաղաքական օրակարգ եւ գիտեք 30-ից ավելի երկրներ ուղղակի պաշտոնապես ճանաչեցին, տարբեր ձևերով ճանաչեցին, մինչև օրենքների ընդունումով, դատապարտելով եւ այլը, եւ այդ երկրները ըստ էության դարձան մեր բարեկամները եւ բոլոր երկրները, ովքեր դատապարտում էին, ովքեր խոսք էին ասում այդ մասին եւ այդ օրը նշում են, ուղերձներով հանդես են գալիս, խոսում են եւ այլը, այդ երկրները ուղղակի հայերի բարեկամներն են դառնում եւ բարեկամական հարաբերություններ են այդ երկրների հետ առաջանում։ Տեսեք, հեչ պատահական չի, չէ՞, գերտերություններ, ասենք ԵՀԿ Մինսկի խմբի 3 գերտերություններն էլ ճանաչել են ցեղասպանությունը։ Եվ Միացյալ Նահանգները, եւ Ֆրանսիան, իդեմս Եվրոպայի, եւ Ռուսաստանը բոլորը դատապարտել են, ճանաչել են, եւ տեսեք, այս ամեն ապրիլի 24-ին իրանք ինչ-որ ձևով այդ մասին խոսում են, դատապարտում են, հիշեցնում են, իրանք աշխարհի գերտերություններ են, իրանք երբ որ խոսում են, ինչ-որ գործողություններ է լինում դրանից հետո։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև հենց այդ երկրներում մեծ թվով հայեր են ապրում եւ հայ համայնք կա կազմակերպված եւ Միացյալ Նահանգներում, եւ Ֆրանսիայում, եւ Ռուսաստանում, եւ այլ երկրներում նույնպես, բայց այս երեքը որպես գերտերություններ եւ որոնք ուղղակի կապված էին նաեւ Արցախի հարցում։ Այս իշխանությունների թեթև ձեռքով ԵՀԿ Մինսկի խումբը լուծարվեց, որը շատ մեծ օգուտ էր եւ աջակցում էր, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի, այդ իսկ պատճառով մենք զրկվեցինք նաեւ Արցախից եւ այն տրամաբանությունը, որ իբր հնարավոր է, որ Ադրբեջանի հետ բանակցելով, ուղղակի բանակցելով խաղաղություն հաստատենք, պարզա որ այդպես չի կարող լինել։ Սա ընդհանրապես խաղաղությունը մինչև ընտրությունները հենց վերջացավ, ստիպելու են, որպեսզի նորից զիջումների գնա։ Հիմա ինչու են լուր Ադրբեջանում, որովհետև իրանք ուզում են, որ այս մարդը նորից անցնի։ Եվ Թուրքիան եւ Ադրբեջանը ուղղակի միջամտում են եւ ուզում են, որ այս մարդը նորից ընտրվի։ Հենց որ սա ընտրվեց, հենց այնպես չեն ուզում
այս մարդուց շատ բաներ ունեն ուզելու։ Աստված գիտի տակից ինչ են պայմանավորվել եւ հեչ այնպես չի որ բանն է, հնարավոր չի այդպես լինի, այս մարդը կարա եւ ինքը նախաձեռնի պայմանավորվի, որ ինձ աջակցեք, հետո ես ինչ-որ բաներ եմ անելու։ Մինչ մենք փորձում ենք վերլուծել, թե նա ինչ է այս պահին խոսում, նա իր նախընտրական ծրագիրն է ներկայացնում հստակ եւ այնտեղ Արցախի հարցը փակում է։ Այսպիսով փակելով այդ էջը, ստացվում է, որ երբ նա ընտրվի, Արցախի հարցը մեկընդմիշտ փակվելու է։ Սա հստակ մեսիջ է մեր հարևաններին։ Իհարկե, ոչ միայն Արցախի հարցը։ Նա ինչ է ասում, ասում է, եթե ես ընտրվեմ, ուրեմն փոխելու եմ սահմանադրությունը, որտեղից հանելու եմ ցեղասպանություն եւ Արցախ հղումը դեպի հռչակագիր, այդ երկու կարևոր բաները, այսինքն դա արդեն նրանց օգուտ է եւ դա պայման է, այդ կհանի արանքից, բացի դրանից խոսում է, որ եկեղեցու հարցերը կլուծեն ըստ էության, պայքարը կշարունակեն եկեղեցու դեմ, բան եւ այլն։ Պետք է փոխվի։ Այո, պետք է փոխվի, հենց դա այն նախապայմաններն են, որ երևի թե առաջադրվել են եւ այս մարդը փորձելու է իրականացնել։ Դե էլ չեմ խոսում, որ միջանցք, բան եւ այլ այդ կտա, այդ ամենը շատ հնարավոր է։ Սահմանադրության լեգիտիմության մասին է խոսում։ Համարում եք, որ սահմանադրությունը ոչ լեգիտիմ է։ Դե գիտեք, ինքը դրանից բացի ուրիշ բան խոսում է, որ ասում են արջը 7 երկ գիտի 7-ն էլ մեղրի մասին է, հիմա իր մոտ դա է, ինչ խոսում է լեգիտիմությունից է խոսում, որ իբր թե բանը ինքը ամենալեգիտիմն է այս ազգի ամբողջ պատմության մեջ եւ մնացած ամեն ինչը կեղծ է եղել։ Իդեպ ներկայացում է, որ կյանքը լավացել է եւ թոշակառուի համար եւ աշխատող քաղաքացու համար, սա չեմ հասկանում աբսուրդի ժանրից է, թե իրատեսությունից կտրված մի խոսույթ։ Նայեք, ակնհայտ է, չէ՞ որ շատ բաներ մենք ուղղակի զրկվել ենք։ Այն որ մեզ հպարտություն էր բերում, այն որ մենք գլուխներս բարձր քայլում էինք, այն որ մենք ունեինք երկրորդ հայկական պետությունը, այն որ մենք հանգիստ էինք ապրում, այդ ամեն ինչը չկա արդեն։ Արցախը չկա, հանձնված է, Հայաստանի տարածքների որոշակի մասը գտնվում է ադրբեջանցիների ձեռքին, եւ ոչ մի երաշխիք չկա, որ ադրբեջանցիք հետ են քաշվելու այդ տարածքներից, ընդհակառակ առաջ են գալու, որտեղ հիմա նախ հիմնական կառույցներ են սարքում, որպեսզի ավելի առաջ գան։ Եվ այդ ամեն ինչը զիջելով հիմա այստեղ որոշակի սոցիալական հարցեր ենթադրենք լուծվել է, ենթադրենք ինչ որ չափով թոշակ է բարձրացվել, առողջապահությունն անվճար դարձրել, որը ֆինանսական առումով, երբ որ մասնագետների հետ խոսում ես, իրանք բոլորը ասում են, որ հնարավոր չի երկար սենց պահել, այս ունի մոտավորապես մի 4 ամսվա կյանք, ինչ վերաբերում է առողջապահությանը։ Այսինքն, այս նախընտրական փուլում ինչ որ գործողություններ են արվում։ Հա, այդ տրամաբանությամբ ադրբեջանցիք ոչ մի փոքրիկ քար անգամ չեն գցի այս նախընտրական փուլում, այս տարածքի վրա, որպեսզի ինքը անցնի։ Թուրքերը ձեն չեն հանի, թուրքերը ասում են, որ մենք պատրաստվում ենք սահմանը բացենք, բան, հարևանություն, բարեկամություն, եղբայրություն, բայց թուրքերը երբ այդպես չեն խոսացել, որ եթե հիշում եք, ջարդերից առաջ թուրքերը մենակ լավ բաներ էին խոսում, նույնիսկ այն միամիտ հայ մտավորականները, որոնք Ստամբուլում էին նստած եւ մտածում էին, որ դա հնարավոր չի որ տենց լինի, երբ որ տեղերից ինֆորմացիա էր գալի արդեն, որ կոտորածը մորթում են, սպանում են, չէին հավատում սրանք, մտածում էին, դե ոնց կարող է թուրքերը ուրիշ բաներ են ասում։ Այդ թուրքերը էդ են։ Իդեպ որն է խաղաղությունը, երբ մենք տեսնում ենք Արցախում եկեղեցիներ են ոչնչացվում, մշակութային կոթողներ, այստեղից քար լռություն, լավ, սա ինչ է, վախենալ խոսել սեփական մշակույթի մասին, դեռ չկանգնել սեփական մշակութային կոթողներին, որպիսի ինչ պահեն։ Նայեք, դա ինչ խաղաղություն է։ Առավել եւս հենց այս օրերին, երբ որ ցեղասպանությունը իրականացվել ապրիլի 24-ն է եւ այլ, հիմա այնտեղ մշակութային ցեղասպանություն է, մշակութային
կոտորած է եւ եկեղեցիները քանդում են, ոչնչացնում են, հիմնահատակ ոչնչացնում են։ Մի հատ բառ այս կողմից ասվում է այդ մասին կամ աշխարհի ուշադրությունը սրա վրա է։ Ուրիշ երկրներն են այդ մասին խոսում։ Տեսեք, Ռուսաստանի նախագահն է խոսում, որ մշակութային արժեքները պետք է կներեք, որ ընդհատում եմ, բայց միշտ մեր սպասումները տարբեր երկրներից են։ Մեզանից առաջինը պիտի սկսեր դա։ Մենք պիտի բարձրացնենք, մենք պիտի ներկայացնենք միջազգային կառույցներին, ի վերջո միջազգային հարթակներում ներկայացնենք այդ պահպանման կոթողները, որպեսզի պաշտպանվեր, այդպիսի ծրագրերը լուրջ գործում են Եվրոպայում։ Ինչու չենք բարձրաձայնում։ Դրա համար պետք է ունենալ ազգային իշխանություն, որպեսզի ծառայի հայ ժողովրդին, հայ ազգին եւ զբաղվի դրանով։ Բայց քանի որ այս իշխանությունները ավելի շատ մեր թշնամիներին են ծառայում եւ հիմնականում անում են ինչ որ նրանք են ասում, հետեւաբար աշխարհի առաջադեմ մարդկությունն էլ մտահոգված է սրանով։ Ասում են ժողովուրդ, դուք ինչ եք անում, մի հատ խելքի եկեք։ Հիմա դուք պետությունը պահում եք, թե չեք պահում։ Մենք ձեզ օգնում ենք, որ ձեր պետությունը պահեք։ Բայց եթե դուք որոշել եք, որ պետքա ձեր պետությունը հանձնեք թուրքերին, դա արդեն ուրիշ խնդիր է։ Լավ, ընտրությունները ինչ որ բան փոխելու համար են։ Հիմա դուք տեսնում եք ինչ որ ազգային ուժեր կամ այսքան կուսակցություններ, որոնք գնում են ընտրությունների, ինչ սպասելի վերջո։ Ես հասկանում եմ, որ հիմա շատ հետաքրքիր է այս նախընտրական փուլում ընտրություններից խոսել, ներքին գործերից, ներքին մեր խնդիրներից խոսել, բայց դրանք նաև ուղղակի կապված են արտաքին ուժերի հետ։ Մենք անցած անգամ խոսեցինք այդ մասին, որ Հայաստանը երբեք այսպիսի իրավիճակում չի եղել, որ արտաքին երկրները այդքան մեծ ազդեցություն ունենան եւ ուղղակի ցուցումներ տան, թե մեր ժողովուրդը ում պետք է ընտրի։ Տեսեք, եւ թուրքերը եւ ադրբեջանցիները ուղղակի ցուցում են տալիս եւ սպառնում են մեզ, որ ընտրեն իրանց ուզած տեխնացուին։ Թե ով է իրանց ուզած տեխնացուն, կարծում եմ բոլորը գիտեն դրա մասին, չարժի խոսել։ Հիմա ամեն մի հայ ինչ պետք է անի։ Ամեն մի հայ պետք է անի ուղիղ հակառակը։ Եթե ինքը հայ է, պետք է անի ուղիղ հակառակը։ Եթե թուրքերն ուզում են, որ այս մարդը լինի, դու պետք է անես, որ դա տես չլինի, որովհետև այս թուրքերը սկզբից այդպես լավ խոսում են, հետո ուղղակի մորթում են, ֆիզիկապես ոչնչացնում են։ Վկան ցեղասպանությունը 15 թվականի, վկան Արցախը այս թեմաների։ Հետևաբար պետք է մենք խելացի լինենք եւ չգնանք այդ բաների մեջ մտնենք։ Այս պատմությունները, նրանք թուրք են, նրանք գիտեն լավ խոսալ, շողոքորթել, ինչ-որ բաներով օգտակար լինել սկզբի փուլում եւ հետո ուղղակի հասնեն նրան, որ դու միամիտ քնած լինես, քեզ կացինով սպանեն կամ եղածով թալանեն եւ հերոսանան։ Սա այդ ազգը։ Դրա մասին թուրքերի մասին շատ հայտնի ասացվածքներ կա, չէ՞, ընդհանրապես ես չգիտեմ այլ ազգ, որ այդքան բացասական ձևով բնորոշված լինի, որ համեմատում են թուրքերին ու ջանջերին։ Դե տեսեք, ասում են ատելության խոսքը պետք չէ եւ այլն, այսպեսի մի, չգիտեմ, մարդասիրական մեծ սկզբունքներից են խոսում։ Արդյոք մեր երկրի ներսում այսօր կա այդ ներդաշնակությունը, երբ մենք գնում ենք նախընտրական փուլ, կլինեն այդ ներդաշնակությունն ու սերը, ինչպես իրենք են ներկայացնում։ Դե բնականաբար այս իշխանությունները, որոնք ծառայում են կամ նպաստում են, որպեսզի իրենց ասելով, իհարկե դա կեղծ է, որպեսզի խաղաղություն լինի տարածաշրջանում, որպեսզի թուրքերը եւ ադրբեջանցիները լավ զգան իրանց, որպեսզի ցեղասպանություն չլինի, իրանք ամեն ինչ անում են, որ այդպես լինի, բայց հեչ կարևոր չի, որ ներսում հասարակությանը բաժանում են, պառակտում են հասարակությանը եւ տարբեր խմբերի, տարբեր շերտերի հասարակության հանում են իրար դեմ։ Իրանք այս քաղաքականությունը տան, որովհետև մեր թշնամիները լավ գիտեն, հայերին պետք է միշտ պառակտել եւ հաղթել։ Եթե հայերը միասնական են, ոչ ոք չի կարող հաղթի հայերին։ Չկա աշխարհում այդպես ուժ, որ կարողանա միավորված միասնական հայերին, համերաշխ հայերին իրարից հաղթել։ Չկա այդպես ուժ աշխարհում։ Հիմա դրա համար մեր քաղաքական ուժը
ոչ միայն անունն է համերաշխություն, ոչ միայն գաղափարն է համերաշխության կողմնակից, սոլիդարիզմի կողմնակից, այլ կոնկրետ գործողություններով ուզում է, որ այդ համերաշխությունը իրականում կայանա։ Հենց դա էր հիմնական պատճառը, որ մենք որոշեցինք, որ չմասնակցենք այս ընտրություններին եւ եւս մի անգամ չփոշիացնենք ձայները, որովհետեւ բոլոր այն քաղաքական ուժերը, այն կուսակցությունները, որոնք մեծ հաշվով հասկանալի է, որ հնարավոր չի այս ընտրություն կոչվող միջոցառմանը մասնակցեն ու հաղթեն, Ինչու, որովհետև միջոցառման են վերածել եւ անհավասար սկզբունքներ են։ Այո, որովհետև միջոցառումը սա, իսկ այդ միջոցառմանը չի կարելի 17 քաղաքական կուսակցություն մասնակցի, որից առնվազն 15-ը կամ 16-ը շանս չունեն, զրոյական շանսերով են, որ հաղթահարեն այն բարիերը, որը կա։ Եվ այդ ձայները փոշիացվելու են, ըստ էության այդ փոշիացված ձայները գնալու են այսօրվա իշխանությանը։ Եվ մենք դրա համար որոշեցինք, որ չանենք այդ քայլը, չնայած վստահ եմ, որ մենք շատ ավելի կհավաքեինք ձայներ, քան հիմա այս կարճ ժամանակում ստեղծված տարբեր քաղաքական ուժեր։ Ուղղակի ընտրությունը պետք է ընտրություն լինի, որ մասնակցես։ Եթե ընտրությունը միջոցառում է, այդ միջոցառմանը հեչ իմաստ չունի մտնել, փոշիացնել, օգնել ըստ էության այս իշխանությանը վերարտադրվելու։ Մենք ընդհանրապես խոսում ենք, հիշում եք, որ պետք է մեծ բան լինի, միասնական մի մարմին լինի, մեկտեղ լինեն, բոլոր ձայները մի տեղ պետք է գան։ Եվ ամեն մեկը պետք է ներդրում ունենար, տեսեք տարբեր ընտրությունների ժամանակ, նախկին ընտրությունների ժամանակ, մոտավորապես մի 100,000 ձայն փոշիացվում է։ Հենց այդ փոքր կուսակցությունների պատճառով, որոնք մտնում են քաղաքական դաշտ, ու ինչ-որ ձայներ են փախցնում, 1000 ձայն, 1500, 2000, 3000, 10000, այս ձայներ են փախցնում, որով չեն կարող հաղթահարեն արգելանքը, եւ ըստ էության այդ ձայները հետո գումարվում է ամենաշատ ձայներ հավաքածին։ Այսինքն դրա հաշվին նախորդ ընտրություններում այս իշխանությունը, որ այդպես խոսում են, որ իրանք իբր թե մեծամասնություն ունեն, դրա հաշվին անցան։ Այսինքն իրանք ժողովուրդը ուղղակի չի եկել եւ չի քվեարկել եւ իրանք չունեն այդ բացարձակ մեծամասնությունը։ Նույն Երևան քաղաքի ընտրությունները կարելի է զուգահեռ վերցնել։ Ես ուզում եմ հասկանալ պարզապես ինչու այդ խելամտությունը մենք չունեցանք։ Մենք շատ ենք խոսում դրա բացատրման, երևույթների, բայց մենք այլևս ի վերջո պետք է արձանագրենք, որ սա կարծես թե մեր վերջի այն օղակն է, մենք սխալվելու այլևս իրավունք չունենք։ Մեր առջև տրված են լուրջ մարտահրավերներ։ Ես կարծում եմ, որ սա շատ պատասխանատու մոտեցում է, եւ ամեն քաղաքական կուսակցություն գոնե իր անվանը համարժեք, պետք է գործողություն անի։ Տեսեք, մեր մոտ կուսակցությունները տարբեր անուններ ունեն։ Մշակութային բաներից սկսած, վերջացրած ինչ-որ անուններով, չեմ ուզում ուղղակի քննադատեմ այդ բաները, բայց ամեն մեկը պետք է անվանը համահունչ լինի, չէ՞։ Երբ որ ինչ-որ բան ես ասում, երբ որ ասում ես ազատություն, օրինակ, կամ բարգավաճում, կամ չգիտեմ ինչ, դու այդ դրա ներդաշնակ գործողությունների ծրագիր պետք է իրականացնես։ Դու այն ինչ որ դու ասում ես, դա պետք է անես։ Երբ որ դու խոսում ես սոցիալիզմից, բայց դառնում ես ամենավերջի լիբերալը, կամ հակառակը, խոսում ես լիբերալիզմից կամ լիբերալ կուսակցություն ես քեզ հռչակում, բայց գնում ես սոցիալիստական քայլերի, դա նշանակում է, որ դու ուղղակի խաբում ես կամ չես հասկանում ինչի մասին ես խոսում։ Հիմա մենք որպես քաղաքական կուսակցություն խոսում ենք անում ենք այն, ինչ որ մեր գաղափարախոսությունն է։ Մենք չենք շեղվում այս կամ այն կողմ։ Երբ որ մենք խոսում ենք համերաշխության մասին, սոլիդարիզմի մասին, համերաշխականության մասին, նշանակում է մենք մեր գործողություններով պետք է նպաստենք դրա կայացմանը, ոչ թե համերաշխություն ասենք, բայց հեղափոխություն իրականացնենք։ Այսինքն ժողովուրդը պետք է հասկանա, որ այս քաղաքական ուժերից ով ինչ խոսում է, այդ գաղափարը իրականացնողն է, որպեսզի գնա քվեարկի ինքը։ Թե չէ հիմա ասենց խառնել ենք սա իրար, ժողովուրդը չի հասկանում ում մասին է խոսքը, ով ինչ է ուզում։ Այն մեկն ասում է
ես կգամ, ես կսարքեմ, սենց կանեմ, բայց երբ որ ազգային հարցերի հետ ինչ-որ հարց ես տալիս կամ ազգին հետաքրքրող թեմայից ես խոսում, պարզվում է նույն բանն անում ինչ-որ այսօրվա իշխանությունը։ Հետևաբար տարբերությունը ո՞րն է դրա։ Այսինքն կոնկրետ իշխանություն քաղաքական ուժերին պետք է հարցեր տալ եւ ստանալ դրանց պատասխանները։ Օրինակ ոնց է վերաբերվում ցեղասպանությունը դատապարտող քանի քաղաքական կուսակցություն կա, որը հայտարարում է, որ ես որ գամ իշխանության, օրինակ ցեղասպանությունը դարձնելու եմ մեր արտաքին քաղաքական օրակարգ եւ ամբողջ աշխարհում հայկական բոլոր դեսպանատները, լոբիստական կառույցները պետք է նպաստեն, որ այդ գաղափարը, այդ հարցը ի վերջո լուծում ստանա եւ մենք թուրքերի հետ այդ ժամանակ հանգիստ հարաբերություններ ստեղծենք ու ապրենք նորմալ։ Որպեսզի այդ թուրքերն էլ հասկանան, չէ՞, որ իրանք պետք է պատժվեն նրա համար, որ իրականացրել են ցեղասպանություն։ Թե չէ ասենք մենք մոռանում ենք, բայց իրանք չեն մոռանում, իրանք շարունակում են այդ։ Ասում են սրանք այս մի բանը մոռացան, մի հատ նորը կստեղծենք։ Ու ստեղծում են Արցախը օրինակ։ Հիմա ինչ, Արցախը մոռանանք, որ ինչ անենք։ Որ ադրբեջանցիները ասեն մի հատ է Սյունիքը կմոռանան, հետո Երևանը կմոռանան ու այս ազգը կվերանա որպես ազգ։ Հետևաբար քաղաքական ուժերը նրա համար են, որ գաղափարները բերեն ու ինչ ասում են դրա տակ իրանք իրականացնեն այդ ծրագիրը։ Որ մարդը իմանա, եթե քվեարկում է այս կուսակցության օգտին, նշանակում է այդ կուսակցությունը հետևողական պետք է լինի հայդատին։ Եթե քվեարկում է համերաշխության գաղափարի օգտին, նշանակում է այս ուժը պետք է համերաշխության համար քայլեր ձեռնարկի, օրենքները պետք է բխեն համերաշխության սկզբունքից եւ այդ համերաշխությունը պետք է ապահովեն, որ մարդը իմանա ինչ է անում։ Այս իշխանությունները ամեն ինչ խառնել են իրար։ Սիրո եւ համերաշխության գաղափարներով մտան ասպարեզ, ատելությունը դարձավ իրենց գլխավոր գաղափարը։ Հիմա գաղափարը։ քաղաքացիորեն են նշում։ Ուզում եմ հասկանալ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այդ սխալ արտահայտությունն է, քաղաքացի չկա Հայաստանում, կա Նիկոլականների օր։ Այդ օրը կարան նշեն, որովհետեւ այն մնացած քաղաքացիները, որոնք իրականում հավասար պետք է լինեն, հավասարության որևէ զգացողություն չունեն։ Իշխանությունը նպաստում է միայն իրանց մարդկանց համար հարցերում գործողություններ ու իրանց համար տոն։ Թող նշանակեն, ասենք, Նիկոլականների օր կամ ԿՊ-ականների օր։ Այդ օրը իրանք նշեն։ Իրանք խորոված կուտեն, քեֆ կանեն փողոցներում, բայց ազգը գիտի, որ ապրիլի 24-ը ինքը մտածում է, դեռ հələ գնում են, ասենք մենակ 24-ով չի 25-ին, 26-ին դեռ շարունակում են ժողովուրդը գնալ եւ հիշել եւ վատ զգալ այդ ամեն ինչից։ Հետևաբար ազգը ոնց է քեֆի մեջ մտնում, որ քաղաքացու օրն է այդ։ Քաղաքացու օրը կլինի այն ժամանակ, երբ որ բոլոր քաղաքացիները քո համար հավասար կլինեն։ Անկախ նրանից քեզ ձայն տալիս են թե չեն տալիս։ Նորմալ ղեկավարը տենց է լինում։ Օրինակ այն ղեկավարը, որը պետք է լինի, ինքը պետք է հայտարարի մի բան։ Պետք է ասի ես նախագահն եմ կամ ես վարչապետն եմ, նաև բոլոր նրանց, ովքեր ինձ չեն ընտրել։ Որովհետև հենց դու այդ պաշտոնում հայտնվում ես, դու բոլորի վարչապետն ես, դու բոլորի համար ոչ մի տարբերություն պետք չլինի իրավունքների մեջ, քեզ ձայն տվածի եւ քեզ ձայն չտվածի միջև։ Այդ ժամանակ կլինի իրական երկիր եւ իրական քաղաքացին կզգա, որ ինքը պաշտպանված է։ Թե չէ մերոնք ձերոնք, սևեր սպիտակներ եւ այլ այդ պարակտելու մեջ չի կարա մի օրը քաղաքացու օր դառնա։ Այսինքն ինչ կենթանու տեղ են դրել ժողովրդին, իսկ այդ մի օրը խորոված են անում, մարդիկ պիտի մոռանան ամեն ինչը, գան այդ օրը ուտեն, հա։ Տրամաբանական չի։ Ես խոսում եմ գաղափարական ուժերի մասին, գաղափարների մասին։ Իրանք գուցե այլ ձև են պատկերացնում այդ ամեն ինչը, հետեւաբար ժողովուրդը պիտի գա եւ որոշումը ճիշտ կայացնի, եթե ընտրությունները կկայանան։ Լավ, ինչպես որոշումները ճիշտ կայացնեն, որովհետեւ մի ժողովրդի վրա է դրված այդ ծանր պատասխանատու գործը, ինչպես ճիշտ կատարի, երբ մենք տեսնում ենք բարբերաբար թիրախավորվում են ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները եւ շատ դեպքերում հիմնավոր են թիրախավորվում, ներկայիս իշխանավորներն են ավելի շատ, չգիտեմ, սադրանքներ դրանք անվանել, թե ոչ խաղաղություն, թե պատերազմ, ինչպես այդ քաղաքացին այդ ամբողջ աղմուկի մեջ կարողանա ճիշտ կողմնորոշվել, նայել թիմին, անձնակազմին, ինչպիսի թիմով է տվյալ կուսակցությունը գնում,
ինչին ուշադրություն դարձնել ի վերջո։ Շատ դժվար է։ Հեշտ գործ չի Հայաստանի պարագայում եւ այս իշխանությունների ստեղծած այս իրավիճակում, որովհետեւ գիտեք, ընտրությունները միայն ընտրության օրը չի։ Ընտրությունները ունեն 3 մաս. նախընտրական փուլ, կոնկրետ ընտրության օր եւ յետընտրական։ Ու նախընտրական այս ճանապարհը, որ անցնում են քաղաքական ուժերը։ Դե մենք ներողություն թատում եմ, մի հատ միջ նախընտրական փուլ տեսանք հետո։ Այո։ Հիմա նախընտրական էր, մի հատ, հիմա էլ ամսի 28-ից երևի կսկսի բուն ընտրական նախընտրական փուլը, այնտեղ կտեսնենք թե ինչ գործողություններ կանեն եւ ժողովուրդը պիտի փորձի հասկանա։ Մենք ինչ եմ ասում, որ հիմա մենք հանգիստ չենք նստելու։ Ոչ էլ այն ուժերը, որոնք չեն մասնակցում ուղղակի այդ փուլերին, պետքա բոլորը ակտիվ լինեն ժողովրդին օգնելու, որպեսզի ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի։ Բայց նորից եմ ուզում կրկնեմ, եթե իրականում ընտրություն լինի, որին ես խիստ կասկածում եմ, որովհետև սենց ընտրություն չեն հասկացնում։ Այսինքն արդեն նախընտրական փուլից ամեն ինչ ծախողված է, կարծես թե ինչ-որ պարտադրանքով ընտրություն չի լինում։ Ավելի լավ է միանգամից ասեք մենք ենք ու վերջ։ Ու հանեք ձեր ոստիկանությունը, ձեր զորքը, ձեր իշխանությունը պահեք։ Թե չէ, ասենք հիմա քողարկված նույն բանը անելը հեչ հետաքրքիր չի, նույնիսկ այդ առումով էլի։ Ուրեմն պետք է ժողովրդին բացատրել, որն է ճիշտ, իսկ դրա համար պետք է քաղաքական ուժերը հանդես գան կարևորագույն հարցերով եւ ցույց տան, թե ցավոք սրտի այս ընտրությունները վերածվել են նաեւ փողատերերի ընտրություն, ում ձեռը 2 կոպեկ փող անգե դրսերում աշխատելա, եկելա, ասում է ես պիտի դառնամ։ Ու ես առնվազն եւս 5 մարդ գիտեմ, հիմա Հայաստանից դուրս, որը էլի ձեռքը գումար կա, որոշել է, որ գա այդտեղ մասնակցի։ Այդ առումով օրինակ այն տեսակետը, որ այդ կարգի մարդիկ պիտի չմտնեն քաղաքական դաշտ, մենք կիսում ենք, որովհետև քաղաքական դաշտ պետք է մտնել գաղափարներով։ Այստեղ գաղափարների բան պիտի լինի, այսպես ասենք պայքար էլի, որ գաղափարն ավելի լավ է, մարդիկ գնան այդ գաղափարի հետևից։ Բայց երբ որ գալիս են փողատերերը, ու փողով մտնում են ամեն ինչ սկսում են փողի վերածել եւ ամբողջ խոսույթը փողի շուրջ է ֆինանս ես փող ունեմ ես կդնեմ ես կանեմ ու դա լուրջ չի եւ ոչ մի լավ բան դրանից չի լինելու այս փուլում եւս չսպասել ազգային գաղափարախոսական կուսակցության մի որևիցե որը իրոք ազգային գաղափարախոսություն կներկայացներ ովքեր որ ներկայացրել են կամ դեռևս կարող է ինչ-որ փակ բաներ կան, հիմա երբ որ նախընտրական փուլը կսկսի, բում նախընտրական փուլը, մենք կհասկանանք այդ ինչ ծրագիր են ներկայացնում, որ ասենք այս իշխանությունները օրինակ այդ ծրագիրը չեն արել։ Եթե դուք նույն բաներն եք խոսում, ինչ-որ այս իշխանությունն է ասում, այնան թող սրանք մնան։ Էլի ինչ պետք է, որ հիմա ձեզ բերենք, մի հատ դուք սովորեք, մի քանի տարի, ու Հայաստանը փորձադաշտ չի։ Բայց եթե կան ծրագրեր, որոնք ազգային են, որոնք ուղղակի սրանց հակառակ պատկերն են, օրինակ եմ ասում, ասենք Արցախի հարցը, լուծումը ո՞նց եք պատկերացնում։ Օրինակ ցեղասպանության հարցը ո՞նց եք դուք պատկերացնում։ Հայաստանը պետք է հետամուտ լինի բանին, խնդրին, թե չէ։ Պետք է դարձնի արտաքին քաղաքական օրգան։ Թող պատասխանեն այդ հարցերին։ Դե չէ բոլորն էլ ասում են, ասենք ես գործարան կսարքեմ, աշխատատեղ կստեղծեմ։ Այդ նույն բաները իշխանությունն էլ է ասում։ Իշխանությունն էլ է ասում, ընդդիմությունն էլ է ասում, սոցիալական ոլորտը իշխանությունն անում է որոշ բաներ, թեկուզ ժամանակավոր անվճար բժշկություն, ասի անվճար կրթություն կամ մի ուրիշ բան, ասենք այս բաները բոլորն էլ ասում են։ Բայց այն կարևոր տեսեք ոչ ոք չի խոսում այդ մասին, ոչ ոք չի պատասխանում հարցին։ Արցախի հարցի հետ ինչ եք անելու։ Արցախը մեր խնդիրն է, ինչ եք անելու, այդ հարցը ո՞նց եք լուծելու։ Ասեք որ մարդը իմանա ինչ է անում։ Որ եթե ինքը ցավում Արցախի համար, գա ձեզ քվեարկի, ասի որ դուք եթե լուծում եք սենց, ես լուծում եմ։ Ցեղասպանությունը սենց։ Կամ խաղաղության գործընթացը ինչպեսի բանակցային գործընթացի ուղղությամբ, անվտանգությունը ո՞նց եք լուծելու, անվտանգության հարցերը ո՞նց եք լուծելու։
Ասեք իմանանք, մենք պետք է իմանանք, գալիս ենք քվեարկելու մեր իրավունքը, կառավարման իրավունքը տալիս ենք ձեզ, որ դուք կառավարեք։ Բայց պետք է իմանամ, չէ՞, ում եմ տալիս այս իրավունքը։ Ով է, թե չէ Պողոսն ասում է, Պետրոսը զանգել է, ասում է գնացեք տվեք էս ինչին։ Այն մեկը զանգել է գնա դու այդ խնամի ծանոթ բարեկամ ընկեր հարևան այս տրամաբանությամբ աշխատել է կամ պաշտոն ունեմ ՔՊ-ի ժամանակ աշխատում եմ, ուրեմն բարեկամներից տանենք թող ընտրեն ՔՊ-ին։ Հենց գործից հանում են, դառնում են ամենամեծ ճշնամին ՔՊ-ի։ Այսօր տեսեք ՔՊ-ին ամենաշատ քննադատողը հենց ՔՊ-ից դուրս եկածներն են, որոնք դուրս են եկել, բայց այն ժամանակ չէ չէիք խոսում, գործ ունեին, չէինք կարող խոսեինք։ Ինչ եղավ այդ խելացի մարդու ասած բանը։ Պարոն Ավետիսյան, արձանագրենք, որ ընտրությունը յուրաքանչյուր քաղաքացու համար մեծ պատասխանատու քայլ է եւ պետք է յուրաքանչյուրը նախքան ընտրություն կատարելը իրոք օբյեկտիվորեն մոտենա, որովհետեւ դա հայրենիքի ճակատագրի լուրջ ռազմավարական հետագա եւս մի քանի տարիների լուրջ ընթացք է հանձնում։ Ես կարծում եմ, որ այո, ընտրողները պետքա վերցնեն իրանց այդ բաները, ծրագրերը, բոլորից պետքա վերցնեն, հավաքեն, գնան իրիկունը նստեն տանը, ով ավելի գրագետ է, ով ավելի լավ կարա բացատրի, դնի համեմատի իր ընտանիքի անդամներին, ասի օրինակ այս կուսակցությունը ասում է սենց, այս մի կուսակցությունը այդ ուրիշ բան է ասում, այս։ Մի հատ եկեք քննարկենք, իրար հետ հասկանանք, այս ո՞րն է մեզ ձեռք տալիս։ Մեր տրամաբանությամբ ո՞րը կարա աշխատի։ Կարող է այս պահի շրջանում Համերաշխություն կուսակցությունը նաև վերցնել այդ մի փոքր մեկնաբանման գործընթացի ծանրությունը, այսինքն հաղորդման շրջանակում նաև փորձենք անդրադարձ ունենալ, մենք անպայման։ Այո, զուգահեռներ անցկացնել, թե հենց որ սկսեն ներկայացնել արդեն պաշտոնական ծրագրերը, մենք մեր այս հաղորդումների ժամանակ ուղղակի կդնենք այդ ծրագրերը կհամեմատենք եւ կհարցնենք օրինակ այս կետը որ ասում եք սա ինչ է նշանակում կամ այս մյուս կետը որովհետեւ մարդիկ մեզ նայողները գոնե մենք գիտենք չէ որ բավականին մեծ թվով մեզ նայում են եւ մարդիկ որ տեսնեն հասկանան ախր սրանց տարբերությունը ո՞րն է ինչի է պետք սա անել կամ ո՞րն է հենց ուղղակի ինչ որ բառեր գրած որը իրականում հնարավոր չի անել Եթե մեկը ասում է օրինակ խաղաղություն կլինի, մենք ու Ադրբեջան իրար հետ խաղաղ կապրենք, հարց է առաջանում։ Դու ուզում ես խաղաղ ապրես, չնայած տուժված կողմ ես, բնական է։ Իսկ նա, որը քեզ պատժել է, քեզ քո հետ բանի մեջ է մտել, քեզ վնասել է, պատերազմի մեջ, իսկ նա ուզում է այդ քո ուզած ձևով խաղաղություն լինի։ Հələ մի հատ արեք հասկանանք։ Ենթադրենք ուզում է Ոչ մի երաշխիք չկա, որ այսօր ուզում է, վաղը չի ուզի, որովհետև մենակ իրանից է կախված։ Իսկ լավ չի ավելի, որ այս քո ուզածը, նրա ուզածը ինչ որ մի ուժ երաշխավորի կամ մի քանի ուժեր, որոնք կոչվում են ՄԱԿ, ԵՀԿ, մյուս տարբեր միջազգային կառույցներ, որոնք ասեն, լսի, մենք էս հիմա այս ինչ որ դուք պայմանավորվում եք, մենք ենք երաշխիքը, եթե դու խախտես սա Այս ժամանակ դու պատժվելու ես։ Հիմա ավելի լավ չի այս տարբերակով գնալ, քանց թե մտածել, որ ես այսօր լավ եմ, դու այսօր լավ տղա ես, գիշերը քնում ես, առավոտը լնում ես, ինչ որ մի բան է կատարվի քո հետ։ Կամ նրա մոտ է ինչ որ բան կատարվի։ Ու սկսում է process-ը, ոչ մի երաշխիք չկա դրան։ Չնայած հանուն արդարության ասենք, որ այդ երաշխիքների դեպքում էլ սովորաբար կամ շատ հաճախ չի լինում այդպես, բայց էլի գոնե շանս է ինչ որ բան անելու։ Թե չէ հիմա ինչ է նշանակում։ Հիշում եք ինչ էր ասում Տրամպը։ Երբ որ այնտեղ հարցում ասում էր ես եմ երաշխավորը, չէ՞։ Ասում էր որ բանա, հենց որ խնդրեմ ունենա կզանգեք ինձ։ Բայց որ զանգես հիմա Տրամպը չվերցնի, գլուխը խառնա Իրանի գործերով։ Ասենք զանգում ես չի վերցնում հեռախոսը, հետո Այսինքն այդ ինչ որ ասում ենք, ինչի մասին մենք խոսում ենք, այս երաշխիքները, սրանք միջազգային կառույցների կողմից պետք է լինի։ Մարդկությունը դա արդեն վաղուց հնարել է, նոր բան պետք չի հնարել։ Մենք երկուսով կորոշենք, երկուսով չեք կարող որոշել։ Դրա համար այդ կառույցները կային, իսկ դուք գնացիք այդ կառույցները լուծարելու։ Որովհետև ամեն դեպքում չեք հասկանում կառավարման համակարգից։ Ավելի լավ կլինի թողեք այս բանը, գանեն մարդիկ, որոնք կարողանան սա անել։ Բարի պարոն Ավետիսյան, մեր ժամանակը սպառվել է, հարգելի հետևորդներ, իսկ դուք հետևեք մեզ
փորձենք վերլուծել միասին ինչ է կատարվում եւ ինչ է սպասվում մեզ առջեւը։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։